Երեխեքի Անդոնն ու Արորյան հարավում է։ Ապականել բեկանեք ձեռներդ մենք կենտրոնում կան սեփական տներ, կողքել գնանք քանդենք են բարձրահարկել։ Լսի, դա Հիմա լավ էս մարդուն երկու հատ տուն որտվեցին։ Ասում է անորեն են թույլ տվել։ Հա, դուք վիճարկում եք դատարան։ Կենտրոնում անորեն են թույլ տվել։ Աշխարհի ամենահետամնաց քաղաքն է Երևանը։ Ճարտարապետությամբ, քաղաքաշինությամբ չի համապատասխանում ոչ մի Ժողովուրդ, տեսեք, հիմա դուք ինձ ունենց հարց եք տալի, մոտիվացիան այստեղ սեփական տները շարին ես պաշտպանում։ ասենք կառուցապատողի մոտիվացիան ո՞րն է։ Չէ, նայեք, այս սեփական տներ են, սեփական տներ են, մարդիկ քաղաքից դուրս եկել են, իրենց ավան առիթը կոտայքում արզում է։ Իրենց տները ասում են ծախել են, եկել են այստեղ, որպեսզի քաղաքի աղմուկից կտրված, հիմա ու ասում են այստեղ հորեր չկան։ Հիմա ձեր մոտիվացիան այստեղ է սեփական տների հարևանությամբ, այս բազմաբնակարան շենքը կառուցելու իմաստը եւ ոնց եք այդ հարցերը լուծելու։ Հորերի մասին է խոսքը։ Ընթացիկ կոյուղաջրերը։ Այդ հարցերը ժողովուրդ, երբ որ քաղաքաշինական փաստաթղթերը տալիս են, Երբ ջրերը գնում են կողքով գործող կոյուղու միանում են։ հիմա որ ձեր ուզած երկու տունը տան կոյուղի պայմանական կլինի, թե չի լինի։ Ամեն եթե ձեր ուզած երկու տունը տային, հարկայնության այդ խնդիրը կլուծվեր, թե չէր լուծվի։ Հիմա որ ձեր տունը տային, ձեր պահանջած տները շանտաժի լեզվով պահանջած տային, իրոպե, այս բանը չէի էլ գնա բողոքի, այդ ձեր բարձրացած խնդիրները կլուծվեին, թե չէին լուծվի։ Հենց որ ինձանով չէր պրծել։ Հիմա ձեր հետ են դուք եք ամենաակտիվը։ Նույնն էլ մնացածն է։ Չէ, այսինքն հիմա ասում եք այս խնդիրը կա, այս խնդիրը կա, այս խնդիրը կա, բայց երբ որ ասում եմ դուք բան եք պահանջեք կառուցապատողից չեք ստացել, նոր եք գնացել բողոք։ Հիմա որ տային այդ խնդիրները, եթե կան լուծվեին, հա, տրամաբանություն կա դրա։ Այո, կա։ Որ Չես հարցը։ հասկանում։ Ինչպես եք լուծելու կոյուղու հարցը, այլ Տեսեք, դուք հիմա որոշել գալ եւ այստեղ այս բազմաբնակարան շենքերը այդ ինչի եք որոշել ես չեմ կարող